Շանթիեթերը շարունակում է հեռանկար, իսկ հեռանկարում այսօր հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին։ Պարոն Պապոյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սկսենք անմիջապես մեր հարևանությամբ տեղի ունեցող, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացներից, քանի որ գաղտնիք չէ, որ հատկապես Իրանի հետ Հայաստանը տնտեսական ինչ կապվածություն ունի, առևտրատնտեսական ինչ հարաբերություններ կան։ Հիմա եթե տարածաշրջանում լարվածությունը խորանա, ինչպես դա կազդի Հայաստանի արտաքին առևտրի վրա, հատկապես Իրանի հետ իրականացվող բեռնափոխադրումների եւ էներգետիկ համագործակցության առումով։ Բնականաբար ցանկացած իրավիճակի համար անհրաժեշտ է, այսինքն տարբեր սցենարներում, այսպես ասեմ, ձեզ բնականաբար տարբեր ազդեցություն կլինի եւ ես հուսով եմ եւ մենք հուսով ենք, որ շատ արագ կհանգուցալուծվի իրավիճակը եւ բոլոր հարցերը կստանան քաղաքական լուծում, որովհետեւ եւ Իրանն է մեր բարեկամը, մեր հարևան երկիրն է եւ մյուս երկրները, այդ թվում Միացյալ Նահանգները, որոնք այս գործընթացի մեջ ներգրավված են, մասնավորապես Միացյալ Նահանգները մեր ռազմավարական գործընկերն է, ով բազմամիլիարդանոց ներդրումային ծրագրեր է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում եւ բնականաբար մենք կուզենք, որ շատ արագ քաղաքական հանգուցալուծում լինի եւ բոլոր հարցերը քննարկվեն սեղանների շուրջ եւ ոչ թե պատերազմական իրավիճակներում եւ այս առումով ավել բան չեմ կարող ասել այնքանով, որ բնականաբար տարբեր մասշտաբով մասշտաբներով պատերազմի պարագայում, տարբեր տևողությամբ պատերազմի պարագայում բնականաբար ազդեցությունները կլինեն տարբեր եւ հուսով ենք, որ կավարտվի այդ ամեն ինչը եւ բնականաբար այդ պարագայում ինչքան շուտ այնքան ազդեցությունը կլինի ավելի ոչ ծանր։ Բայց հիմա ցամաքային սահմանով բեռնափոխադրումներ իրականացվում են, թե որոշակի փոփոխություններ ամեն բնականաբար խնդիրներ կան, որովհետեւ մարդիկ են այդ փոխադրումները իրականացնում, նրանցից ոմանք ունենում են այդ համարձակությունը այդ փոխադրումը իրականացնել, ոմանք ոչ, այսինքն այստեղ չես կարող որևէ վարորդի կամ որևէ կազմակերպության համոզել կամ ստիպել ինքը անի կամ չանի ինչ-որ բան։ Եվ հասկանալի է, որ ամեն մի կազմակերպություն, ամեն վարորդ յուրաքանչյուր ռիսկով այդ գործընթացի մեջ այս կամ այն չափով ներգրավված է։ Պարոն Պապոյան, իսկ էներգակիրների համաշխարհային գների աճը այսօր կարծես թե արդեն խոսվում էր նավթի գների աճի մասին եւ այլն, պայմանավորված այս բախումներով, ինչպես կարող է անդրադառնալ Հայաստանի ներքին շուկայի վրա։ Մենք օրինակ Ադրբեջանից արդեն ներկրումներ էինք իրականացվում եւ բենզինի շուկայում նկատվում էր նաեւ գների նվազում։ Հիմա այս ամեն ինչը որքանով կարող է կրկին այդ ստեղծված իրավիճակին խանգարել։ Տեսեք, բնականաբար ստեղծված իրավիճակը ընդհանուր տեսնում ենք շուկայի վրա ունենում է գնաճային դրսևորումներ, ոչ միայն նավթամթերքի, նավթի, այլ ոսկու գներն են բարձրանում եւ այսպես շարունակ եւ հասկանալի է, որ եթե նավթի գները բարձրանում են, բնականաբար նաեւ նավթամթերքի գներն է աշխարհում բարձրանալու, բայց նաեւ նման իրավիճակների համար ենք նշում, որ անհրաժեշտ է հարևան երկրների հետ բաց տնտեսական հարաբերություններ եւ առևտուր իրականացնել, որովհետեւ եթե նույնիսկ պատկերացնենք, որ անգամ ադրբեջանական բենզինի գինը կավելանա, ապա եթե չլիներ ադրբեջանական բենզինը, ապա գինը բենզինի առհասարակ շատ ավելի շատ կավելանար։ Այսինքն եւ դա է պատճառը, որ ցանկացած պարագայում առևտրային հարաբերությունները եւ այդ մասնավորապես բենզինի նավթամթերքի առևտուրը դա տնտեսապես շահավետ է մեզ համար, որովհետև ելի եմ կրկնում, եթե ամենավատ սցենարում պետք է լիներ X դրամ, այս պարագայում կլինի ընդհանրենք X-50 դրամ, որը միգուցե լինի ավելի բարձր, քան այսօր է, բայց ավելի
Դա շատ ավելի տնտեսապես նպատակահարմար է մեր քաղաքացիների համար։ Պարոն Պապյան, ձեր ընդդիմախոսները նաև այս ռազմական բախումների ֆոնին ասում են, եթե օրինակ թրիփը հիմա գործարկված լիներ, չէր բացառվում, որ Իրանը հաշվի առնելով, որ դա Թրամփի անունով է, Թրամփի ուղին է եւ այլն, Հայաստանն էլ խնդիրներ կունենար եւ ասում են այդ տեսակ, որ ասում ենք թրիփը աշխարհաքաղաքական ռումբ է հարավային Կովկասում, ձեր դիտարկումը։ Ոչ, թրիփը դա այն գործիքն է, որը խաղաղություն է բերում Հայաստանի Հանրապետությանը։ Մենք միշտ սովոր ենք եղել, որ աշխարհում խաղաղ լինի թե ոչ խաղաղ, մեր մոտ պատերազմ է։ Հիմա աշխարհում խաղաղ չի, բայց Հայաստանում խաղաղություն է։ Եվ դրա պատճառը, այո, մեր քաղաքականությունն է, դրա պատճառը նաև թրիփն է, դրա պատճառը Nvidia-ի 4 միլիարդ դոլարանոց ներդրումային ծրագրերն են, դրա պատճառը ամերիկյան ներդրումային ծրագրերն են Հայաստանի էներգետիկ ոլորտում, այդ թվում վերականգնվող էներգետիկա, դա պատճառը այն հնարավոր բանակցություններն են, որոնք որ տեղի ունենում տարբեր ոլորտներում, այդ թվում նաև ատոմային էներգետիկայի ոլորտում եւ այսպես շարունակ եւ երբ որ մենք ասում ենք, որ եթե չլինի այն կուրսը, որ մենք այսօր վարում ենք, կլինի պատերազմ, դա փաստ է, որովհետեւ պատերազմ կլիներ Հայաստանում եւ կլինի Հայաստան պատերազմ, եթե մենք այս կուրսը, որ բռնել ենք, չշարունակենք։ Այդ ձեր միտքը, որը արտահայտել եք, շատ այսպես քննարկվեց տարբեր շրջանակների կողմից, ասում են, ինչ կապ ունի այս ամենը ձեր օրինակ իշխանության լինել չլինելու հետ, եթե օրինակ այդ պայմանագիրը պետության հետ է կապվել, այլ ոչ թե որևէ քաղաքական ուժի հետ, ինչու ծրագիրը չպիտի իրականացվի։ Հիմա կասեմ, ինչու քննարկվեց, որովհետև ես թիրախին էի խփել, որովհետև հատուկ հանձնարարություն են իմ հայտարարության հետ կապված ստացել ամբողջ ընդդիմադիր տասնյակ բլոգերներ, տասնյակ լրագրողներ, տասնյակ քաղաքական ուժեր փորձել հակադարձել, որովհետև ես թիրախին էի խփել, իսկ դա հստակ ինֆորմացիա է։ Ինչու է այդպես։ Հիմա տեսեք, մենք ասում ենք օրինակ Nvidia-ի ծրագիրն ինչ է ներկայացնում 4 միլիարդ դոլար, մեծ արտահանում, Հայաստանի բարձր աշխատավարձով շատ աշխատատեղեր, տնտեսական աճ, բարեկեցություն, հետևաբար դպրոցների ավելի շատ քանակի վերականգնում, ավելի բարձր կենսաթոշակ եւ այլն։ Հիմա ինչ է կարծում, եթե ռուսաստանցի օլիգարխը Հայաստանում լինի իշխանություն, այդ ամերիկյան բարձր տեխնոլոգիական սարքավորումները քանի վայրկյան Հայաստանի Հանրապետությունում կմնան։ Քանի վայրկյան, չեմ ասում քանի րոպե։ Կմնա այնքան վայրկյան, ինչքան վայրկյանում հնարավոր է այդ տեխնոլոգիաները Հայաստանից արագ էվակուացնել։ Ինչ է կարծում, եթե ռուսաստանցի օլիգարխը Հայաստանում գա իշխանության, ասենք թրիփը եւ ամերիկյան ներդրումներ տրանսպորտային հաղորդակցության մեջ կլինեն, թե ոչ։ Իհարկե չեն լինի։ Ասում են մենք հակադրումների ճանապարհով այս մարդկանց խնդիրը իրանք եկել են այստեղ այդ խնդիրը լուծելու համար։ Եկել են այստեղ այդ խնդիրը լուծելու համար։ Ես չգիտեմ իրենց կամքով են եկել, թե զորով են իրենց ուղարկել։ Այդ իրանք ավելի լավ կասեն, բայց իրենց խնդիրը Հայաստանում խաղաղությունը վիժեցնելն է, Հայաստանում Եվրոմիության հետ վիզաների ազատականացումը վիժեցնելն է, Հայաստանում Nvidia-ի, Trip-ի եւ նմանատիպ այլ հարյուրավոր միլիարդանոց պրոյեկտները վիժեցնելն է, Հայաստանի ինքնիշխանությունը եւ անկախությունը, ինքնիշխանության եւ անկախության ընթացքը, որ իրական ինքնիշխանություն, անկախություն մենք ունենք, վիժեցնելն է եւ Հայաստանը տանել ինչ-որ միտեղ կիսանկախ վիճակում կամ կախյալ վիճակում մտցնելն է եւ այդպիսի օրինակներ կան աշխարհում։ Կան օրինակներ աշխարհում եւ մեր ժողովուրդը դա թույլ չի տալու հունիսի 7-ին, որովհետեւ հունիսի 7-ը դա Հայաստանի անկախության ու կիսանկախության ընտրությունն է։ Հայաստանում բազմամիլիարդանոց օտարերկրյա ներդրումներ լինելու եւ Հայաստանի ուղղած մեջքի թե կռացած մեջքի ընտրությունն է։ Այսինքն դա մի ընտրություն է, որտեղ մենք որոշելու ենք։ Մենք օրինակ աշխարհում մեծ այդ ապրանքափոխադրումների մեջ մեր տուրույն տեղի ունեցող տրանսպորտային հանգույց ենք, թե ասենք որևէ մի երկրի
որևէ մի շուկայում վզներս ծուր կանգնած ծիրան ու պոմիդոր վաճառող ու իրանք էլ որոշեն թե այսօր կարողանալու եք վաճառեք, վաղը չեք կարողանալու։ Այսօր մենք որոշելու ենք մենք Nvidia-ի հետ աշխարհի թիվ 1 ընկերության Nvidia-ի հետ աշխատող պետություն ենք, ով խոշորա մասշտաբ ներդրումներ այ տեխնոլոգիական ոլորտում առաջատար ընկերություններից մեկն է, աշխարհի top 5 ընկերություններից մեկն է, այդ ընկերության հետ աշխատող մենք ընկերություն ենք, թե մի ընկերություն ենք, որը թե մի պետություն ենք, որը վիզը ծռած պետքա նայի, թե այսօր թույլ կտան այսինչ շուկայում պոմիդոր ու ծիրան վաճառել, թե չէ։ Իմիջիալույս պոմիդոր ու ծիրան վաճառելու մեջ վատ բան չկա։ Բայց եթե մենք լինենք այ իմ ասած պետությունը, մեր պոմիդորն ու ծիրանը հանգիստ ու արագ կվաճառվի ու ոչ մեկի մտքով չի անցնի մեր պոմիդոր եւ ծիրան արտահանող բիզնեսներին կանգնեցնի որևէ տեղ։ Իսկ եթե այդպեսին չլինենք, ամեն ինչը լինելու է, դու կաշառքել են վեկալելու, դու մի օր թողելու են, մի օր չեն թողելու, մի օր էսա լինելու, արժանապատվության հարց է։ Եվ ես երեք մի օրինակ եմ բերել, ուզում եմ ասել։ Առաջ մենք Հռոմ գնում էինք Մոսկվայով, պետք է թռնեինք Մոսկվա, սպասեինք Մոսկվայում, հետո թռնեինք Հռոմ։ Հիմա Մոսկվայից Հռոմ թռնելու համար պետք է Մոսկվայից գալ Երևան ու նոր թռնել, սպասել Երևանի օդանավակայանում ու նոր թռնել Հռոմ։ Սա կոչվում է ազգային արժանապատվության։ Այս է արժանապատվության հարցը։ Պարոն Պապյան, տեսեք, իրենք ինչ են ասում։ Ասում են, ով է ասում, որ իրենք ներդրումներ չեն անելու, ավելին ներդրումային ծրագրեր են ներկայացնում։ Օրինակ, ասում են աշխատատեղեր է բացվելու, նոր գործարաններ են բացվելու, նվազեցվելու է աղքատությունը եւ այսպես շարունակում մեկը մյուսի հետ կապված է լինելու, ներկայացնում են այն ծրագրերը, որոնց արդյունքում պատկերացնում են այս ամեն ինչի իրականացումը։ Հիմա ինչպես է ստացվում, որ իրենք ներդրում չեն անելու, ոչինչ չեն անելու։ Տեսեք, ներողություն, իրենք էլ ասում են, որ մենք էլ գալիս ենք, այ որ այդ նույն արժանապատվությունը լինի, որ օրինակ Ալիևին ասենք ոչ։ Նախ պետքա դա ասեն ոնց են անելու այդ ամեն ինչը։ Բայց ես մի քանի թվերով ապացուցեմ, որ իրենք կամ մասնագիտական առումով թույլ են շատ։ Օրինակ երեք կներեք պիտի ասեմ, հանրային հեռուստաընկերության հետ մի հաղորդում էր, որի ընթացքում իմ տպավորությամբ իրենք ես հիմա կապացուցեմ, որ իրենք ուղղակի անիմաստ եւ սխալ թվեր են ասում, նախկինում մտածում էի մանիպուլյացնում են կամ ինչ որ հատուկ նպատակ կա մեր պետության տակը դնած ռում, բայց իմ տպավորությամբ մասնագիտական առումով շատ են կաղում եւ դա է պատճառը։ Ասում են 300,000 աշխատատեղ կստեղծենք։ Ես չեմ ուզում խոսեմ նրա մասին, որ վերջին 7 տարում 288,500 աշխատատեղ է Հայաստանում գրանցվել։ Ես ուզում եմ խոսել նրա մասին, որ հաջորդ 5 տարում Հայաստանում 300,000 աշխատատեղ ուղղակի պարզապես չի կարող լինել։ Ինչպես։ Կամ եթե լինի, ապա դա պետք է հասկանալ այդ ոնց է լինելու։ Հայաստանում այսօր եթե ուզենանք նույնիսկ շատ բարձր աշխատավարձով բոլոր չաշխատող մարդկանց բերենք աշխատաշուկա 172 կամ 176,000 մարդ կա։ Բոլոր մարդկանց։ Ընդհանուր օրինակ այն մարդուն, ով չի ուզում աշխատի։ Մարդ կա, որ չի ուզում աշխատի, ասենք օրինակ ամուսինը լավ վաստակում է եւ ինքը չի ուզում աշխատել։ Կամ ընտանիքը ունի բիզնես, իրեն ապահովում են, երեխաներին ապահովում են, չի ուզում աշխատի։ Կամ որոշել է իրեն նվիրել ընտանիքին, որոշել է իրեն նվիրել երեխաների դաստիարակությանը։ Եվ մարդը ուղղակի չի ուզում աշխատել։ Եթե այս բոլոր մարդկանց կներեք ճակերտավոր ստիպենք անգամ աշխատենք, Հայաստանում 172,000 չաշխատող մարդ կա։ Պարզ է, չէ, որ այդ 172-ին հնարավոր չի լինելու։ Շատ լավ պայմաններ առաջարկենք, մի 100-125,000 կարող է։ 125,000, 130,000։ Մի մնացած մարդը ուղղակի չեն ուզելու աշխատեն։ Հիմա լավ, ընդունենք 172,000։ Այդ մնացած 128,000-ը ում համար են այդ աշխատատեղերը։ Եթե որոշել են այլ երկրից, օտար երկրներից այլ քաղաքացիներ բերել աշխատել, նորմալ է, տրամաբանական է, բայց այդ 170-ի մեջ էլ են իրենք ստեղծվելու, գալու են։
Բայց թող ուղիղ ասեն, որ օրինակ ենթադրենք ասիական այսինչ երկրներից բերելու ենք 175,000 մարդ, 130,000 մարդ եւ այդ մարդիկ ենթադրենք մեր մոտ աշխատելու են։ Բայց թող ուղիղ ասեն։ Ինչ վերաբերում է ներգաղթին, ներգաղթ հիմա էլ կա։ Առաջին անգամ ես COVID-ի տարին չեմ հաշվում։ Մեր պատմության, մեր վիճակագրությունը նայեք, տեսեք 8000-ից ավել մարդ է Հայաստան եկել, ավել քան արտագաղթել է, ներգաղթ հիմա էլ կա, բայց այդ ներգաղթով դա պետք չի մոլորեցնել մարդկանց, չունեն անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ եւ ուղղակի այդպես թվեր են, կրակում են, էլի, կներեք։ Հիմա նայել են կառավարությունը 7 տարում 288,500 է ստեղծել, մենք էլ կասում ենք 5 տարում 300 կստեղծենք։ Կառավարությունը 350 ստեղծել պիտի ասեին 400 է տրամաբանությամբ։ Էսա տրամաբանությունը, որի տակ ոչինչ չկա։ Ինչ վերաբերում է գործարաններին, այդ մարդիկ չեն կարող գործարան ստեղծել, որովհետև այդպիսի, եթե իրեն գործարան ստեղծողներն մինչև հիմա կստեղծեին։ Մի քանի գործարան են ստեղծել։ Այդ իրանց ստեղծած գործարանների նպատակը գիտեք ինչ է եղել։ Գործարան հիմնարկի մեջ։ Ասենք հեցին մի գործարանը տրամադրում է ինչ-որ հաշվիչներ, այն մյուս գործարանը տրամադրում է ինչ-որ բաներ, էլեկտրալարեր, երրորդը ինչ-որ պլաստմասայի տուփեր։ Եվ հիմա երբ որ հեցի ժամանակավոր կառավարիչը մրցույթներ է իրականացնում իրական, եւ այդ կամպանիաները չեն հաղթում այդ մրցույթներում։ Այսօր այդ կամպանիաները անգործության են մատնվել։ Էսա մեկ էլ այնքան դիմում են, այնքան աջակցություն է տվել էկոնոմիկայի նախարարությունը այդ մարդկանց այս տարիներին, որ իրենց բիզնեսները ուղղակի չփակեն։ Վերջին նոր այստեղ գալուց առաջ տեսա էլի իրենց ընկերություններից մեկը Տմետալը հերթական անգամ 60 միլիոն դրամ կառավարությունից փող են ուզում, որ գործարանը աշխատի։ Այդ հիմա այն ժամանակ 60 չեն ուզելու, լավ, ասենք 600 են ուզելու, որտեվ իրանք իրենց տալու են։ Բայց մենք պիտի թույլ տանք դա։ Հերիք է, բավ է, կարելի է 1 տարի, 2 տարի, 3 տարի մի քիչ աջակցել ոտի կանգնեն, բայց պետական սուբսիդավորմամբ հնարավոր չէ պահել գործարաններ։ Այդ մարդիկ այդ գործարան կառուցող չեն, իրենք գործարան քանդող են։ Ուղիղ ասեմ, այդ մարդիկ առևտրական են, մոլ են լավ կառուցում, լավ տարածքներ կարողանում են վարձակալությամբ տան, բայց դրա դիմաց ինչ են արել։ Եկել են օրինակ խորհրդային Հայաստանի խոշորագույն գործարաններից մեկը քանդել են Երևանի Արաբկիրի կահույքի ֆաբրիկան, քանդել են գործարանը, տեղը սարքել են մոլ։ Հասկանում եք, ես որևէ բան չունեմ առևտրական գործունեությամբ զբաղվող մեր սիրելի բիզնեսների գործարանների նկատմամբ, բայց այդ մարդիկ իրենք գործարան կառուցելու հետ, արտադրության հետ որևէ առնչություն չեն կարող ունել, բայց գործարան քանդելու հետ եւ գործարանը մոլի վերածելու հետ շատ կոնկրետ առնչություն ունեն։ Որ մեր ժամանակի մեջ տեղավորվենք, ես մի քանի դիտարկում եւս իրենցից ներկայացնեմ, այ կառավարությունը հայտարարեց, որ թոշակները կբարձրանան մոտ 10,000 դրամով։ Ընդդիմադիրները դա ներկայացնում են որպես իրենց հաղթանակ, ասում են դա տեղի ունեցավ, քանի որ իրենք ճնշում գործադրեցին եւ կառավարությունը եկավ այս որոշմանը։ Մի մաս էլ ասում է սա նախընտրական քայլ է, որտեղ հունիսի 7-ին ընտրություններ են եւ հերթական նախընտրական քայլ է։ Ով է հայտարարում։ Ենթադրենք ովքեր պիտի։ Եթե ասենք ռուսաստանցի օլիգարխի շրջապատն է հայտարարում, դե կարող են հայտարարել, որ ռուսաստանցի օլիգարխի ճնշմամբ արևը առավոտյան լույս է տեսնում եւ երեկոյան մայր է մտնում։ Կարող են հայտարարել, որ ռուսաստանցի օլիգարխի ճնշմամբ գետերը վերևից հոսում են դեպի լճեր, դեպի օվկիանոսներ։ Այդպես կարող են հայտարարել, վաղն էլ մյուսօրն էլ հուսով ենք, որ Իրано-ամերիկյան հակամարտությունը կհանգուցալուծի, վաղն էլ թող հայտարարեն, որ ռուսաստանցի օլիգարխի վախից եւ ճնշմամբ Իրանը եւ Միացյալ Նահանգները եկան համաձայնության։ Աբսուրդ է, բայց դա իրենց արածն ու ասածը ուղիղ այդքան աբսուրդ է իմ բերած օրինակների հետ համեմատած։ Նույնական աբսուրդներ են։ Պարոն Պապյան, տնտեսական աճը բոլոր միջազգային կազմակերպությունների կանխատեսածից ավելի քան 2%-ով բարձր է եղել։ Ինչպես է դա հնարավոր դարձել եւ որոնք են եղել հիմնական գործոնները, որոնք հանգեցրել են նման արդյունքի։ Ըստ էության ամփոփենք հարցազրույցը մեր ժամանակի։ 5.1%
նախատեսված էր պետական բյուջեում մենք 7.2% ենք ունեցել, բայց բոլոր միջազգային կազմակերպությունները 5 էին ասում, մենք 7.2% ենք արել, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր տնտեսվարողներին, մեր բիզնեսներին եւ մեր տնտեսական թիմին, կառավարության տնտեսական թիմին, տնտեսական բլոկի բոլոր թիմերին, ոչ միայն էկոնոմիկայի նախարարության առաջատար մասնագետներից մինչև ինձ չհաշված մեր փոխնախարարներ, այլ նաև մյուս գործընկեր նախարարությունների, ԲՏԱ, ՏԿ-ն, ֆինանսների նախարարություն, մյուս ընդհանրապես առողջապահություն, մեր բոլոր պետական կառավարման համակարգի աշխատակիցներին։ Առանց իրենց նվիրական աշխատանքի սա հնարավոր չէր։ Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ ներգրաված բոլոր մարդկանց։ Դուք տնտեսվարող սուբյեկտ եք, ձեր կազմակերպությունը, հեռուստաընկերությունը, ձեզ եւս շնորհակալություն։ Այսինքն բոլոր մարդիկ, որոնք Հայաստանում տնտեսական գործունեություն են իրականացնում եւ օգնում են Հայաստանը ուժեղանա, ուզում եմ շնորհակալություն հայտնել, կլինեն դրանք պետական ծառայողներ, թե մասնավոր սեկտորի, բոլոր մարդիկ, ովքեր հարկ են վճարում այդ մարդկանց կրկնակի շնորհակալություն, որովհետեւ այդ մարդիկ հավատացել են մեր քաղաքականությանը։ Մենք ասել ենք ճիշտը սա է, պետք է գնալ այսպես, կողքից բազմաթիվ պսևդո փորձագետներ, պսևդո տնտեսագետներ, պսևդո մասնագետներ մեզ քարկոծել են, ասել են սա սխալ է, մենք ասել ենք ճիշտ է, մարդիկ հավատացել են մեզ, ու մենք գնացել ենք առաջ, ու մենք հաղթել ենք, մենք չենք հաղթել իրենց, Հայաստանն է հաղթել, Հայաստանն է հաղթել, եւ եթե իրենք համարում են, որ մենք իրենց հաղթել ենք, ուրեմն իրենք համարում են, որ Հայաստանը իրենց հաղթել է, եթե իրենք համարում են, որ մենք իրենց չենք հաղթել, ուրեմն շնորհավորում եմ բոլորիս, այդ մարդիկ պարզապես հերթական անգամ սխալվեցին եւ հուսով եմ, որ հաջորդիվ նրանց քննադատությունները կլինեն կառուցողական եւ ճիշտ, ոչ թե ընդդեմ Հայաստանի Հանրապետության ու Հայաստանի քաղաքացիների։ Այսինքն ըստ էության հարկերի ավելացման շնորհիվ է սա տեղի ունեցել։ Սա տեղի է ունեցել տնտեսական աճի, տնտեսական քաղաքականության արդյունավետ իրականացման։ Հարկը հետևանք է։ Մենք ասել ենք գնում ենք այս ճանապարհով։ Մեզ քարկոծել են, ասել են սխալ եք գնում։ Մենք ասել ենք չէ, մենք շարունակում ենք գնալ այդ ճանապարհով։ Տնտեսվարողների մեծ մասը հավատացել է ու մեր հետ եկել է, եւ մենք ու Հայաստանը հաղթել է, որովհետեւ Հայաստանի տնտեսությունը աճել է շատ ավելի բարձր կամ պլանավորված էր, հարկերն էլ հավաքվել են ավելի շատ, քան պլանավորված էր։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հեռանկարում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էր։